Եթե դուք ռոբն եք, մենք քեզ կզացնելու ենք։ Եթե դուք ռոբն եք, ռոբիներ ենք կզացնելու, կալուգացիներ ենք կզացնելու, գագոյներ ենք կզացնելու, Սերժիներ ենք։ Մենք մի րոպե, արի մի րոպե մի գնա։ Ռոբը Սերջը եւ մյուսները, ովքեր միլիարդ խոսալություն եմ ես Իդանչեք եկե ոչ կզացնելու եմ, ռոբիտ կզացնելու եմ, շոքացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացիներ ենք կզացնելու, սատկացնելու եմ։ Պարոն Փաշինյան, նույնիսկ պետք է սկսեմ բարեվարկության կանոններից։ Դուք ինչ իրավունք ունեք այդ կնոջը քաշքշեք։ Դուք ինձ կարաք բացատրեք, դուք երկրի վարչապետն եք, ձեզ ով է իրավունք վերապայել կնոջը քաշքշելու։ Ձեր են կողքինները, այդ համակիրները, աջակիցները, որ քաշքշում են, իրանք էլ ձեզանից են, չէ՞, այդ օրինակը վերցնում։ Տեսնում եմ, որ երկրի վարչապետը մարդուն կնոջը կարող է քաշքշել, իրանք էլ են քաշքշում։ Դա առաջինը։ Երկրորդը, արդեն որորդ անգամն է մենք տեսնում ենք, որ այն մարդը, որ դուրս է գալիս, ասում է ձեզ ինչ որ մի ընդդիմադիր խոսք, մի բան ձեզ հակ ասում է, դուք հարձակվում եք իր վրա։ Բայց դա նորմալ չի, չէ՞։ Այդ մարդուն ասում եք, դե եթե դու ռոբն ես, քեզ այն բանից կանեմ, սենց կանեմ, նենց կանեմ, եթե դու Սերժն ես, այ մարդ ոչ ռոբն է, ոչ Սերժն է այդ մարդը, չեք տենում, կին է, տղամարդ չի, ոչ Գագոն է, ոչ Սամոն է։ Այդ կինը արաբ գիրում ապրում, ինքը չի եկել է ձեր մոտ այդ բանիդ, կառավարության շենքի մոտ բողոքում, ինչ որ բաներ ասում։ Դուք եք գնացել իր բակ գորգռում եք։ Բա ինքը դուք իր բակ եք եկել, իր կարծիքն է ձեզ արտահայտում։ Ինչ եք հարցակվել իր վրա։ Ինչ եք ասում, այ դուք արցախցիներով սենց բան եք, այդ մարդը արցախցի չի։ Նախ ինչ իրավունք ունեք արցախցիներին պիտակավորեք, բայց այդ մարդը արցախցի չի, արաբ կիրցի է, երևանցի է։ Այո, դեմ է ձեր կարծիքին։ Իր կարծիքը ունի, պատկերացրեք, այդպիսի բան էլ է լինում։ Եվ ընդհանրապես սկսեք սովորել, որ Երևանում ձեզ չեն սիրում այլևս, չեն հավատում, եւ ոչ միայն Երևանում, Երևանից դուրս։ Այո, դա այդպես է, ես հասկանում եմ, որ թվեր է գալիս ձեզ մոտ հարցումների։ Դա նյարդայնացնող է, բայց ձեզ իրավունք չի վերապահում, որ դուք հարցակվեք մարդկանց վրա։ Հետո ասում եք, ձեզ այնը սենց եմ անել, այ Ռոբին սենց եմ անել ու Սերժին սենց եմ անել։ Այդ կինն էլ ասում է, բայց 8 տարի ունեիք անեիք։ Բոլորս ենք ասում, 8 տարի ունեիք, ասեիք ինչքան է ձեզ պետք։ 10 տարի, 20, 30, 50, ինչքան։ Գիտեք ինչ է նշանակում, որ կամ չեք ուզում, կամ չեք կարողանում։ Այս դեպքում այդ անիկդոտ կար, ասում է, տեղ տվեք նրանց, ովքեր կարողանում են։